Օգոստոսի 12-ին ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց հայագիտական դասընթացներին մասնակցելու եկած սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խմբին։ Բրիտանիայի, Վրաստանի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ԱՄՆ հայոց թեմերից ժամանած երիտասարդները 3 շաբաթ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հարկի տակ կմասնակցեն հայագիտական եւ կրոնագիտական դասընթացների։ Ծրագիրը մեկնարկել է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ 2025 թվականին։ Վեհափառ հայրապետն օրհնելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, կարևորեց նրանց համախմբումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Նորին սրբությունը հորդորեց ջանասիրությամբ մասնակցել դասընթացներին, զորացնել հայոց լեզվի եւ պատմության իմացությունն ու հոգեվոր գիտելիքը, հաղորդ դառնալ հայրենիքի հոգեվոր մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Երիտասարդների մեծ մասը դժվարությամբ է հայերեն գրում ու կարդում։ Նրանցից քչերն իրենց համայնքներում մայրենին սովորելու հնարավորություն ունեն։ Ռուսաստանում ծնված եւ հասակ առած երիտասարդներից շատերի համար գրական հայերեն սովորելու միակ վայրը հայ առաքելական եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցներն են։ Ես մեր եկեղեցում կրթում եմ երեխաներին, հայկական պար եմ դասավանդում, հայկական երգ եմ դասավանդում, մասնակցում եմ հոգևոր զրույցներին եւ ես ուզեցա, որ իմ գիտելիքները լեզվի հետ կապված ավելին լինեն, որ ես կարողանամ հայերեն խոսել եւ մենք մինչ այստեղ ես եկա, մի շաբաթ առաջ մենք ունեցանք ճամբար, որտեղ ես եղա ջոկատավար ու հասկացա, որ մենք լեզվի խնդիր ունենք այնտեղ եւ ես ուզեցի նախ ես իմ խնդրին լուծում գտնեմ այստեղ եւ կարողանամ փոխանցել այդ գիտելիքները երեխաներին։ Ես եկա ինձ համար, քանի որ կուզեի Սուրբ Էջմիածնին մեմեդեսնել եւ կուզեի նայել ինչպես հոս եպիսկոպովները, տերայները, սարավակները գաբրին եւ իրեն հետ ասենք 2-3 շաբաթ իր կյանքը ապրել իրենց հետ։ Ամպեր Ռենոթը Շվեյցարիայում աստվածաբանություն է ուսանել եւ Ցյուրիխի ավագ դպրոցներից մեկում կրոնագիտություն է դասավանդում։ Թեև Ամպեր Ռենոթը բավարար չափով հայերեն գիտի, բայց արագացված այս դասընթացները նրան հնարավորություն կտան բարձրացնել լեզվի իմացության եւ աստվածաբանական գիտելիքների մակարդակը։ Մայրաթորի հարկի տակ ապրելը Ամպերը բնորոշում է որպես հեքիաթի պես մի բան։ Ինձ համար շատ կարեւոր է, որ վերապարտերը հանդիպեմ եւ նայեմ ինչպես ինքը կբացատրե, ինչպես ինքը իր կյանքը գաբրի եւ ինքը ինչպես հավատքը, ասենք, պաշտպանեգո եւ այդպես ինձ համար քիչ իդեներ եկան, ինչ կնամ աշխարհգետներիս ասեմ եւ պատմեմ իր մասին։ 3 շաբաթվա ընթացքում երիտասարդները նաև ուխտագնացությունների են մեկնում տարբեր սրբավայրեր, ամեն կիրակի մայրտաճարում պատարագների են մասնակցում, այցելում հայորդաց տներ։ Հայրենիքի հոգևոր մշակութային ժառանգության ու արժեքների հետ առնչվելը անջնջելի հետք է թողնում նրանց կյանքում, փոխում աշխարհայացքը, համոզված է ծրագիրը համակարգող Հայր Շնորհքը։ Փորձը ցույց է տալիս, որ երիտասարդները շատ են կապվում Մայրաթորի հետ, հոգևորականության հետ եւ երբ որ բաժանումը նախ լինում է շատ դժվար եւ կապն էլ մշտական կա։ Մենք ունենք մեր WhatsApp-ի խմբերը, որոնք մինչեւ հիմա բավականին ակտիվ են, երիտասարդները այդ խմբում շփվում են իրար հետ, մեզ են տեղեկություն հայտնում։ Սա մի միջոց է, որպեսզի ակտիվացնել մեր երիտասարդներին, փոխանցել այն մեսիջը, որ եկեղեցին, հայ եկեղեցին դա չի նշանակում ինչ-որ միայն պատմություն, չի նշանակում հին մի բան, արխայիկ մի բան, այլ այն կենդանի մարմին է, եւ այդ կենդանի մարմնի մասնիկն են նաեւ իրենք։ 3 շաբաթյա հագեցած դասընթացների շրջանակում երիտասարդները ձեռք են բերում արևելահայերենի, հայոց պատմության եւ հայ առաքելական եկեղեցու մասին հիմնարար գիտելիքներ։ Դասընթացի մասնակիցներից է Լոնդոնում բնակվող ազգությամբ չինացի Սիույենը։ Նա Լոնդոնում ամեն կիրակի հաճախում է հայկական եկեղեցի եւ մասնակցում պատարագի։ In the beginning I didn't understand any prayers in Patarag. Սկզբում պատարագի ոչ մի աղոթք չէի հասկանում։ Հիմա արդեն հավատամքը, հավատով խոստովանիմը եւ հայրմերը լավ գիտեմ։ Իսկապես շատ եմ սիրում Էջմիածինը, քանի որ այն հայոց եկեղեցու սիրտն է։ Բացի այդ, ուզում եմ խորապես ուսումնասիրել, ճանաչել հայկական եկեղեցական ավանդույթներն ու մշակույթը։
Հանդիպման ավարտին երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու ամենայն հայոց հայրապետին։ Հարցերը վերաբերում էին ինչպես ծրագրին, այնպես էլ հայրապետի երիտասարդության տարիներին, հոգևոր ճանապարհին։ Երիտասարդներին հետաքրքրում էին նաև հայ եկեղեցի իշխանություններ հարաբերություններն ու վերջին շրջանում սրացած հակաեկեղեցական գործողությունները։ Հայրապետը վստահեցրեց, որ չնայած առկա դժվարություններին, եկեղեցին իր առաքելության մեջ հաստատուն ու անսասան է։ Հայրապետը պատգամեց երիտասարդներին տուն վերադառնալուց հետո էլ ամուր պահել կապը եկեղեցու եւ հայրենիքի հետ։ Դասընթացների մասնակից երիտասարդների կեցության հարցերն ամբողջությամբ հոգում է մայրաթոռը։ Կազմակերպչական հարցերում օգնում են նաև Ղազարավանի միանձնուհիները։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։